Բարևներս բոլորին, ես Սոֆիան եմ, ես ապրում եմ Մասիսի նորաբաց գյուղում շուրջ 3 տարի, այն տանը, որը գնել էի արվեստանոց դարձնելու նպատակով, սակայն իմ կամքից անկախ դարձավ տանիք անտուն շունիկների համար, արդեն թվով մոտ 30. Այն թե ինչպես այդքան շունիկներ կուտակվեցին իմ գլխին, դա մեկ այլ պատմություն է, բայց մի բան կասեմ, ինչ հայտնվել եմ այս տարածքում, այս տարիների ընթացքում թվով մոտ 100 շունիկների ստերջացրել եմ ու փողոցից վերցրել մի մասը իմ տունն են, ինչպես արդեն գիտեք, մի մասին մոտ 20 շունիկների պահում եմ վճարովի կացարանում, մի մասին տվել եմ որդեգրության, շատ լավ ընտանիքներում են իրանք հիմա ապրում, Հայաստանի սահմաններից դուրս իհարկե, իսկ մի մասն էլ ցավոք սրտի այս պահի դրությամբ ապրում են դեռ փողոցում ու գիտեք սարսափելին որն է, որ այդ շունիկների թիվը գնալով ավելանում, քանի որ գնալով ավելանում են անտարբեր մարդկանց թիվը, անսիրտ մարդկանց թիվը, ովքեր իրենց տարիներով պահած շանը բերում բրախում են ծայրամասերում, ովքեր ձագերին, իրենց շան ձագերին, որ ծնվել է իրենց տանը, բերում բրախում են ծայրամասերում, ու ես ինչքան էլ փորձում եմ խնամել այդ շունիկներին, ստերջացնել, որ էլ ավելի չբազմանան, միևնույն է, միայնակ անհնար է թվով այսքան շատ շունիկների կոնտրոլ անել, կերակրման հարցում, ստերջացման հարցում, բուժման հարցում, դրա համար անչափ շնորհակալ ու թանկ եմ գնահատում յուրաքանչյուր օգնությունը, որ կենդանասեր մարդիկ անում են, ինչպես այս պարագայում, քանի որ ես այս օրերին շատ հիվանդ էի, ես շատ շնորհակալ եմ իմ ընկերներից մեկի Արփիի օգնությանը, որ եկավ մեքենայով ու ինձ օգնեց, մենք միասին գնացինք իմ տարածքի անդոնիկների մի մասին կերակրելու, ու կարելի ասել ժամից ավել տևեց այդ շունիկներին կերակրելը, իսկ ես երբ որ մենակ ու ոտքով եմ լինում, դա սարսափելի մեծ ուժ ու ֆիզիկական էներգիա է ինձանից խլում, դրա համար շատ շնորհակալ կլինեմ, եթե ձեզանից մեկը կամ մի քանիսը կարողանան շաբաթական կամ 2 շաբաթը մի անգամ ժամանակ տրամադրեն, գան ու ինձ մեքենայով օգնեն, որ գնանք կերակրենք իմ տարածքի անտուն շունիկներին. լքված ու անտերության թողնված շունիկներին. For you, darling, don't be afraid. I have loved you for 1,000 years. I'll love you for 1,000 ու մարդու պատճառով փողոցում հայտնված շունիկներին, շունիկներին, ծագուկներին անհայթար վիճակում գտնվող, որոնք ապրում են կարծես թե մարդկանց մեջ, բայց երբ նայում ես նրանց վիճակին, հասկանում ես, որ նրանք ապրում են ամայի վայրում, քանի որ նրանք չգիտեն սնունդն ինչ բան է, չգիտեն կուշտ փորով ուտելն ինչ բան է, ես միայն խնդրում եմ, ինձ օգնեք, կերակրեմ այս խեղճերին.